Փառք մեր Տիրոջը, մեր սքանչելի Տիրոջը, ամենակարող Աստծուն փառք, եւ ինքը մեր հայրն է, հարազատ հայրը, ինքը բոլորի վրա Աստված է, բայց ոմանց հայրն է, եւ այդ մարդկանց թվում այսօր ես եմ, դու ես, օ երանի իրոք, գիտեք, եթե ես չեմ չափազանցնում, եթե մի փոքր ավելի հասկանալի դառնա ինչ ասել է Աստված ամենակարող իմ հայրն է, մեր սրտերը կճաքեն, չեն դիմանա ուրախությունից, գիտեք, տիեզերքի արարիչը ամենակարող Աստվածը քո իմ հարազատ հայրն է, ու գիտեք, որ նայում ես կեսօր շատ հավատացյալների ոչ քիչ այդ տպավորությունը չենք ստանում, որ այդ հավատացյալի հայրը իրոք ամենակարող Աստվածն է։ Չէ՞ որ մեր ապրած կյանքը պիտի վկայի, որ ես ում տղան եմ, ում աղջիկն եմ, չէ՞։ Մարդիկ որ տեսնեն, իրոք այդ բարի վկայությունը փոխանցվի իրանց։ Հո կոչվելով չի, մենակ անունը կրելով չի, չէ՞։ Պիտի մեր կյանքը, մեր ընթացքը վկայի, ես ամենակարող Աստծո հարազատ, իրենից ծնված տղան եմ, աղջիկն եմ, իրա զավակն եմ, ուստի ինչ անենք, գլուխներդ վեր բարձրացրեք գլուխներդ, ինչպես Սաղմոսի մեջ ասում, ով հավիտենական դռներ, չէ՞։ Ով է ես, ով է դու, որ Աստված այդպես ինքը ուզեց, նախասահմանեց, որ ես եւ դու լինենք այս օրերի մեջ իր դռները, չէ, այս աշխարհի մեջ, որպեսզի ինքը իրեն դրսևորի կամ ինքը իրեն արտահայտի, քայլի, գործի, դու այդ միջոցն ես կանչված լինելու։ Ինքը միշտ միջոցներ է ունեցել բոլոր ժամանակներում, իրեն հավատարիմ մարդիկ, այսօր Աստված մատը դրել է քո վրա, ասում այս ուզում եմ, այդ մարդկանցից մեկը դու լինես, ես ուզում եմ ոչ միայն քո մեջ ապրեմ, այլ քո միջոցով քայլեմ, գործեմ, այն բոլոր գործերը, այն բոլոր իմ սրտի ուզած անելիքները, որ ես ունեմ անելու այս աշխարհի մեջ, այս խավարի մեջ, որքան մարդիկ դեռ հələ խարխափում են, չէ՞ այդ խավարում, բայց Տերը, ինչպես կարդում ենք, չէ՞, առաքյալն ասում, եւ ասում անոնց մեջ պիտի բնակվեմ, անոնց մեջ պիտի քայլեմ, չէ՞, պիտի քայլեմ, եկեք վերանայենք մեր կոչումը, գիտեք, կոչումը մեր, վերաարժևորենք, դու ամենակարող Աստծո հարազատ տղան ես, աղջիկն ես, նա ինքը քո հայրն է, որքան իրոք ցնծալու եւ ուրախանալու շարունակական այ Պողոսը որ միտեղ ասում է Ֆիլիպեցիների նամակում, չէ, ասում է ուրախ եղեք, դարձյալ կսեմ, ամենատեն ուրախ եղեք, այսինքն երբ դու իրոք հասկանում ես ով ես դու, ում անունով ես, ում անունից ես հանդես գալիս, ում անունն է քեզ վրա, դու էլ չես նայում խնդիրներին, չգիտեմ հոգսերին, հազարումի չգիտեմ ինչպես բոլոր մարդիկ նայում են, այս ու այն կողմ են նայում ու գլուխները կախ ման են գալիս, դու նայում ես նրան, փառք Տիրոջը, բայց այսօր իմ սրտում ուրիշ մի բան կա, որ ուզում եմ խոսեմ։ Տերը օգնի, որ մտքերս կարողանամ փոխանցեմ այն ինչ որ կա սրտիս մեջ եւ վերնագիրը սա է իմ խոսքի։ Ինչ ես ուտում։ Ինչ ենք ուտում։ Հասկանալի է, որ մեր ֆիզիկական այդ մարմնական կերակուրները նկատի չունեմ։ Որտեվ թեև ֆիզիկական կյանքի բանով էլ այդպես տարբերակով էլ դա էլի գործում է, մարդը նա է ինչ որ ուտում է, եւ
առաջներում հիմա էլ երևի շատ բժիշկներ դա շատ խիստ կարևորում են, որովհետեւ իմանան մարդը ինչ խնդիրներ ունի առողջական, առաջինը հետաքրքրվում են այդ մարդը ինչ է ուտում։ Նրանց այդ ռացիոնը, չգիտեմ, կերակրացանկը, չէ։ Կերակուրները շատ բանի մասին են խոսում։ Ու ինչքան է եղել ու լինում ոչ ճիշտ սնվելու պատճառով կամ ոչ ճիշտ, չէ, կերակուրներ ուտելու պատճառով ու հաստատ գիտեք, դա գիտականորեն ապացուցված է, շատ մարդկանց կյանքը կրճատվում է, երկրավոր կյանքը, բայց կյանք հոգևորին։ Հոբ 12:11 ասում է ինչպես քիմքը կերակուրի համը կառն է։ Այդպես ուղղակի այս դուրս են բերել, ուրեմն կերակուրի համը ընդհանրապես մարդը ունի 5 զգայարաններ, գիտենք, որոնցից մեկը համի զգայարանն է, չէ՞։ Ու թվաց այդպես, որ այդ զգայարանը հենց քիմքի այդ մեր բերանի խորոչում գտնվող այդտեղ է ինչ որ այդ Աստված վերջապես այդ համը զգալու հատկությունը, կարողությունը դրել մեր մեջ, չէ՞։ Եվ շնորհիվ այդ համը զգալու այդ զգայարանի քիմքի կամ մենք կերակուրները ուտելուց մենք ընտրում ենք սա ուտենք, սա չուտենք, չէ՞։ Ինչ որ ձևով մենք զանազանում ենք, չէ՞, որակները կերակուրի։ Եվ բնական է հնարավորինս փորձում ենք խուսափել կամ մերժել ինչ որ վնաս կտա մեզ, բայց լինում է այնպես, որ հատկապես պահածոներից, չէ, լինում է կամ հնացած կերակուրներից թունավորումներ են լինում, ել չեմ ասում, որ շատ ծանր հետևանքներով։ Ուրեմն ինչքան կարևոր է, որ մարդը հսկի կարևորի իր ուտելիքը։ Ուրեմն քիմքն է իրոք այդ կարևոր զգայարանը կամ կարողությունը Աստծուց մարդու մեջ դրված, որ որոշում է կերակուրի համը։ Որպես կանոն Աստված բոլոր իր զավակների մեջ, ովքեր վերստին ծնվել են, եւ որդու կյանքը իրենց մեջ իրական է, այդ կյանքը ունի իր զգայարանները, Քրիստոս կյանքը, եւ ունի այդ կյանքը իր նորից համի զգայարանը։ Այդ կյանքը ինքը ունի այդ կարողությունը զանազանելու, սա ուտելու բան է, թե ուտելու բան չի։ Կամ եթե ուտելու է, այնտեղ խառնված բան կա, թե չկա, այդքան անգամ շատ նրբազգաց է այդ հոգևոր զգայարանը։ Բայց մի դեպքում, երբ համապատասխան տեղ ու կարևորություն է տալիս վերստին ծնված հավատացյալը իր մեջ դրված այդ շատ կարևոր հատկությանը կամ այդ կարողությանը, որ կոչվում է համի զգացողություն կամ զանազանության կարողություն։ Տեսեք, ես Հովանու նամակներից առաջին նամակի մեջ այդպես է ասում առաքյալը Հովանեսը։ Եկեք այդ խոսքը կարդամ։ Ուրեմն այսպես է ասում մեր ուրեմն մեջ Աստված հոգ է տարել բոլոր վերստին ծնված իր զավակների մեջ, ուրեմն դա գրված է առաջի Հովանես, ուրեմն երկրորդ գլուխ, առաջի Հովանես, նամակ Հովանեսի, երկրորդ գլուխ 26-27 խոսքերը կարդամ։ Այս բաները ձեզի գրեցի ձեզ մոլորեցնողների համար։ Ինչ եք կարծում։ Մոլորեցնողներ բոլոր ժամանակներում եղել են, թե չեն եղել։ Բայց որքան շատ են մեր ժամանակներում։ Որտեւ իրոք, որքան մոտենում է Տիրոջ գալուստը երկրորդ, այնքան մոլորությունները պիտի ըստ խոսքի շատանան եւ շատացել են։ Այստեղ ասում է ուրեմն այս բաները ձեզի գրեցի ձեզ մոլորեցնողներու համար։ Եվ 27 խոսքը ուզում եմ ուշադրիր լսենք։ Հուսով եմ, որ լսելու կարողություն ունեք, չէ՞։
Գիտեք, մեկը կա, որ ամեն ինչ անում է, որ այստեղ դու գտնվես, բայց չլսես։ Որ քո գալը պարապ լինի։ Իսկ եթե չլսեցիր իրոք, լավ էր, որ չգայր, չէ՞։ Գոնե տան ինչ-որ մի օգտակար գործ կանեիր։ Իհարկե հարաբերական։ Եվ այն օծությունը, որ դուք իր մեջ ընդունեցիք, ինչ ընդունեցիք իրենից, ասում է, եւ այն օծությունը, որ դուք իրենից ընդունեցիք, ձեր մեջ կմնա, ձեր մեջ ամնում, ու պետք է, որ մեկը ձեզ սովորեցնե։ Հապա ինչպես այդ նույն օծությունը ձեզ կսովորեցնե կամ սովորեցնում է ամեն բանի վրայով, ամեն բանի վրայով։ Եվ ճշմարիտ է ու սուտ չէ, եւ ինչպես անիկա ձեզի սորվեցուց, անոր մեջ կեցեք։ Ուրեմն հոգևոր մարդը Աստծո զավակը ինչից է կախված։ Աստծո կողմից արդեն նախապես հոգ տարած, նախատեսած այդ կարողությունից, որ այստեղ ներկայացված է որպես օծություն։ Եվ այս օծությունը ուղղակի ուրեմն Սուրբ Հոգու մեր մեջ գտնվելու եւ գործելու արդյունքն է։ Սա Սուրբ Հոգու ֆունկցիաներից մեկն է։ Այսինքն այդ համի զգայարանը հոգևոր, չէ՞, ում կողմից է, որ մեր մեջ դրսևորվում է, Սուրբ Հոգու կողմից օծության տեսքով։ Իսկ որպես կանոն, լսում եք, բոլոր Աստծո զավակները իրապես ապաշխարած եւ վերստին ծնված իրենց մեջ ունեն այդ կարողություն, այդ օծությունը։ Այստեղ չի ասում ինչ որ որոշ խմբի մարդկանց, ասենք եկեղեցու, ասենք սովորեցնողներ, ինչի, բոլոր Աստծո զավակներին, ասում է այն օծությունը, որ դուք իր մեջ ընդունեցիք։ Ինչ անում, ձեր մեջ կմնա, նա եկել է, որ ձեր մեջ մնա։ Եվ պետք չէ, որ մեկը ձեզ սովորեցնե։ Ինչ ասել կուզի, այսինքն հիմա այս պահի ես ձեզ սովորեցնում եմ, սովորեցնողի դերում եմ, չէ՞։ Այսինքն պետք չի սովորեցնել մեզ, չէ՞։ Կոնտեքստի մեջ դա չի իմաստը, որտեղ ասում Աստված ինքը դրեց սովորեցնողներ, վարդապետներ, չէ, ուսուցիչներ եկեղեցում։ Այդ սովորեցնելու մասին չի, այսինքն նկատի ունի, հնարավոր չի, որ մեկը ձեզ սովորեցնի, որովհետև եթե ձեր ներսի օծությունը, ինչ որ բան, որ գալիս է, ինչ որ ինֆորմացիա, ինչ որ ուսուցում, կապ չունի ում կողմից, պիտի անցնի այդ ձեր ներսի պատկերավոր ասած ֆիլտրի միջով, լսում եք, նոր թափանցի ձեր սրտերի մեջ, եթե ինչ որ բան այդ ֆիլտրով չի անցնում, այդ համի զգայարանին խորթ է լինում, ինքը մերժումը չի ընդունում, դա այդ օծությունն է, այդ օծության ֆունկցիան է, կարողությունը։ Ուրեմն որքան կարևոր է, որ հավատացյալը իր մեջ տեսնի, որ գործում է իր մեջ այդ կարողությունը։ Ինքը զանազանում է, այս ուտելու բան է, այս ուտելու բան չի։ Գիտեք, մենք այսօր այնպիսի ժամանակներում ենք ապրում։ Այս ինտերնետ կոչվածը, չէ՞, ինչ հնարավորություններ անձեռնել։ Ինչ ասես, որ չի խոսվում այսօր, որ եւ Աստծո անունից, եւ Հիսուսի անունից, որպես ավետարան քարոզողներ, ով ասես հիմա հանդես չի գալիս։ Ինչ ասես չեք կարող, խայտարակություն, ցնդաբանություն, դատարկաբանություն, ուսախ ներկայացում է որպես թե Աստծո խոսք։ Իհարկե ով որ քիմք ունի, միանգամից զգում է այդ քիմքը հոգևոր։ Բայց լինում է որ մանավանդ նորահավատների մոտ շատ ավելի զգուշ պիտի լինեն, չէ՞։ Նորահավատների մոտ այդքան կարող է այդ զարգացած չլինի, թեև էլի Աստված հոգ է տարել, օրինակ ես հիշում եմ, իմ օրինակով ասեմ։ Ես նորահավատ էի, չէի ճանաչում, հələ նոր շփվում էի հավատացյալների հետ, ասենք, մեն ես ինչ եղբայրն է, այն ինչ եղբայրն է, ես չեմ ճանաչում։ Ու լսում էի, ասենք, երբ որ քարոզում էին, ես ներկա էի այդ պաշտամունքին, ծառայությանը, ասենք, անկախ իմ ընտրությունից, մեկի խոսքը գալիս լցվում էր իմ սրտի մեջ, ու այնքան հաճելի էր ինձ, ու այնքան
այն որ ասում է ոնց որ յուղվում էր սիրտս, կարելի է այդպես ասել, պատկերավոր ասած, այդքան հաճելի էր, բայց ուրիշ մեկը խոսում էր, էլի ես ինչ որ մի չի կարող լսեի, գալիս էր, դիպչում էր, ոչ թե ես գիտություն ունեի, քննում էի, չէ, ես ավետարանը նոր էի սկսել կարդալ, ես գիտություն չունեի, բայց մեկի խոսքը գալիս հանգչում էր սրտիս մեջ, մյուսինը չէ։ Նու ես չեմ ասում անպայման կարող է ես հոգևոր մանուկ էի, ինձ համար կոշտ կերակուր էր կարող է այդ պատճառով անգամ դայել այդ օծությունը ինքը հոգ է տանում, որ քեզ վնասող կերակուրը չընդունես։ Չէ, ըստ հոգևոր տարիքի էլ կերակուրներ կան, որ մանուկին չես կարող կոշտ կերակուր տաս, միս տաս, չէ։ Հոգևոր այդ կերակուրներն էլ կան։ Բայց ստեղ ինչ է ասում, ինչ որ ասում այդ օծությունը սովորեցնի, այսինքն նրա միջոցով ձեզ ուղղված խոսքերը, այսինքն այն ամենը ինչ որ դուք լսում եք, փոխանցվում է ձեզ, ամեն բանի վրայով, ասում է, դա ճշմարիտ է, սուտ չի, ինչպես անիկա ձեզ սորվեցուց անոր մեջ կեցեք։ Ուրեմն հոգևոր առողջությունը կախված է հոգևոր ճշմարիտ սնունդից։ Աքսիոմատիկ ճշմարտություն եմ ասում։ Ասեք, եթե մեկը հոգևորապես առողջ է, ուրեմն ինքը հոգևոր առողջ սնունդ է կերել ուտում։ Եվ նա ով եկել է մեր մեջ, այնքան մեզ, գիտեք, մեզանից յուրաքանչյուրին, այնքան է նա արժևորում ու կարևորում։ Խիստ թանկ ես դու Աստծո մարդ, Աստծո համար։ Եվ ինքը ուզում է, որ մենք մեր կողմը բավարար չէ, քայլեր կան, որ մենք պիտի դրսևորենք, որն է որ։ Օրինակ Աստված ասում է, ես խոնարհներին շնորհք կտամ, չէ։ Ինքը եկել է առաջի դասը, որ մեզ սովորեցնի խոնարհվել, իջնել, չէ։ Իզնից սովորեք, որ հեզ եմ ու սրտով խոնար, Հիսուսն ասեց։ Ինքը եկել է այդ դասը սովորեցնի, որ մարդ արարած, դու քեզանով ոչ մի բան ես, կապ չունի ում տղան ես, ում աղջիկն ես, որ ցեղից ես, որ ազգից ես։ Երբ որ դու հանդիպում ես ճշմարտության հետ, տեսնում ես, որ դու ոչինչ ես։ Ինչպես իմ կյանքում, ձեր կյանքում դա եղել է։ Եվ այն բոլոր գնահատականները, այն բոլոր, չգիտեմ, քեզ հետ կապված այդ որակավորումները եւ այլն, հոդս են ցնդում։ Տեսնում ես, որ դու իսկապես ինքդ քեզանով որքան կորած մեկն ես եղել ու ուղղակի տեղակ չես եղել։ Եվ որ նա գալիս է, նրա ներկայությունը գալիս է մեր կյանքում, ամեն ինչ տեղն անգնում։ Մենք դառնում ենք բարի իսկական իմաստով մարդ արարածներ, որտեղ ի սկզբանե Աստված մարդուն հենց այդ նպատակով էր ստեղծել, որ մարդը լինի իր արտահայտչամիջոցը։ Լսում եք, որ մարդու միջոցով ինքն իրեն արտահայտի։ Բայց ես չհեռանամ իմ խոսքի առանց կպահեմ, ուրեմն մեր ընտրելու մեր այդ կերակուրների հարցում այդ բծախնդրությունը, որ մենք ասենք երկրավոր ֆիզիկական կամ նյութական այդ կերակուրների հարցում դրսևորում ենք, միշտ չի որ հոգևոր կերակուրների հարցում այդքան բծախնդիր ենք մենք։ Միշտեր ճիշտ հակառակը պիտի լիներ։ Մենք հոգևոր կերակուրների հարցում շատ բծախնդիր պիտի լինենք, շատ զգույշ պիտի լինենք։ Տարիներ առաջ էր, ես նեղ շրջանակում ասել եմ, մի հատ երազ տեսա։ Երևի առաջի անգամն է, որպես լայն լսարանի առաջ եմ ասում սա։ Ուրեմն այսպիսի երազ տեսա։ Մի եղբոր հետ մենք այցելեցինք ինչ-որ մի եկեղեցու ճաշարանը։ Դե պատկերավոր ասած, որտեղ սնունդ էր տրվում, պատրաստվում եւ գալիս էին այդ մարդիկ եկեղեցու անդամները եւ սնվում էին, գնում էին։ Մեզ որպես, չգիտեմ, ավելի մի տեսակ պատիվ տալով, սոս եղբայր դու ես եկել։ Մի խոսքով այդ եղբոր հետ հրավիրեցին ոչ թե ընդհանուր ճաշարանը, որտեղ նստում
եւ ուտում էին սեղանների շուրջ, այլ խոհանոցը, որտեղ պատրաստվում էր ճաշը, կերակուրները։ Գիտեք, որ մտա, եղել եք երևի ճաշարաններում են, մանավանդ են խորհրդային տարիներին ավելի այդպես կացաները դրված, ինչ-որ գոլորշիա, եռում, էփվում, ինչ-որ հոտեր, տպավորություն, իրոք ճաշարանի տպավորություն էր։ Ասացին լավ, եկեք ձեզ ստեղ, մի անգամից ստեղ հյուրասիրենք, էլ ճաշարան, այսինքն են ընդհանուր տեղը էլ չգնանք մեկ էլ, նստեցինք, որ վերեցին այդպես այդ էփած բաներից, գոլորշին բարձանում, էփած, ինչ-որ հոտել է գալիս, երբ որ ես պատարակաղը, թե կթալը տարա, որ ուտեմ, հենց բերանս մտավ այդ մի փոքր այդ բանից, ես մի անգամից ես բան եղա, ասեցի, ես ինչ է, ինչից է պատրաստված, մեկ էլ, որ ուշադրություն դարձրի, տեսա գլխավոր բաղադրիչը այդ կերակուրի, ձեզ ինչ է թվում, ինչից էր գիտեք, այս սվաղի ավազ կա, որ ավազը սվաղում են, բաղադրիչը հիմնական ավազ էր, երևույթով կերակուր էր, ինչ-որ հետը գարնիր, ընդեղ պադլիվկա են ասում, ինչ են սես, լծած, ես սենց չեք պատկերացնի ինչ տեղի ունեցավ ինձ հետ, ասեմ, դրանից մի քանի ամիս հետո, մի քանի ամիս շարունակ, ես որ ավազ էի տենում, կներեք սիրտս ուզում էի հազիվ էի պահում, որ չփսխեմ էլի, կներեք իհարկե, հետ էր գալիս սիրտս, այնքան ազդեցիկ էր այդ ինչ որ տեսա ես, ու ցավալին որն է, որ ես տեսնում էի ոչ քիչ մարդիկ մտնում էին, ուտում էին դա ու գնում էին, այսօր որ նայում ես աշխարհի մասշտաբով, ինչ են ուտում ավատացյալ կոչվող շատ մարդիկ, միգուցե այդ ավազից էլ վատ բաղադրությամբ կերակուրներ կա, ու վերջը ինչ կլինի, չէ, եթե ասենք նման կերակուրներ ուտելով, ու Աստված իրոք, այսօր մեզ սիրելով, ուզում է, որ մենք անկեղծանանք և Սուրբ Հոգու հետ այդ ճիշտ հարաբերությունները շտկենք ու ասենք, Տեր, օգնիր, ես չխաբվեմ, գիտեք, այսքան տարիների ես հավատացյալ եմ, հաճախ նորից այդ աղոթն անում եմ, ու էլի ա եղել ուրիշ առիթով ասել եմ, գիտեք ինչ եմ աղոթում, Տեր ամեն բան արա, ամեն գնով, ամեն ինչ արա, ես չխաբվեմ, որտև կապ չունի, որքան ավետարան գիտեմ, որքան, չգիտեմ, փորձառություն ունեմ, դա քիչ է, մի բան կա միայն, որ Աստված նախատեսել է, չէ, որ ես ապահով կանցնեմ իմ ճամփան եւ չեմ մոլորվի, ես կարդալ ասում եմ, ես սա գրեցի ձեզ մոլորեցնողների համար, այսինքն մոլորեցնողները միշտ իրանց գործն անելու են, բայց Տերը ինչ ասում, ասում է, բայց դու մի մոլորվի, գայթակղեցնողները միշտ լինելու են, բայց դու մի գայթակղվի, որտեվ եթե մենք ինքներս ճշմարտության մեջ հաստատված մարդիկ չլինենք, մենք չենք կարա մեր ընթացքը ճիշտ անցնենք, չենք իմանա իսկապես ում լսենք, ում չլսենք, ու Աստված մեզ սիրելով այդ փաստորեն զգայարանը կամ այդ օծությունը նախապես արդեն ինքը մեր մեջ տեղավորեցրել է և դրել է Սուրբ Հոգու ներ մեջ ներկա լինելու արդյունքում, և դրա համար տեսեք, նախ հին ուխտից, հին կտակարանից մի տեղ կարդամ, Երեմիա մարգարեություն 23-րդ գլուխ, այսպես ասում Աստծո խոսքը, Երեմիա 23, 28 խոսքի երկրորդ մասից կասում է, հարդը ծորենիքով ինչ է կսե Տերը,
Ստեղ ասում է հարդ է, բայց իմ տեսածը հարդել չէր, ավազ էր։ Միթե իմ խոսքս կրակի պես չէ, հարց է տալիս։ Եթե իմ խոսքն է, իմ խոսքը կրակի պես է։ Միթե իմ խոսքս կրակի պես չէ, կսետերը։ Եվ ապարաժը կոտրատող մուրճի պես չէ, մուրճ, որը կոտրատում է ապարաժը, կարծր ապարաժը, քարը, Աստծո խոսքը այդ ուժ, այդ զորությունն ունի, եթե դա իմ խոսքն է, ուրեմն արդյունքը այդպիսին պիտի լինի, պիտի այդ կրակը զգալի լինի, այրող կրակ որպես ներգործող սրտերի վրա, եւ կոտրատող մուրճ, ինչքան էլ քարացած սրտեր լինեն, երբ այդ խոսքը հայտնվում է, ինչքան քարացած սրտել այդ խոսքի հայտնվելու արդյունքում է փշրվել, Աստծո առաջ ընկել ու զղջացել ու ապաշխարել են, բայց այդ խոսքը երբ որ այդ մուրճի պես կոտրատող խոսքը հայտնվել է, օրհնյալ լինի Տիրոջ անունը, եւ նոր կտակարանից Եբրայեցիների նամակ 4-րդ գլուխ 12 խոսք Վասնզի Աստծո խոսքը կենթանի է ու զորեղ Լսեք, Աստծո խոսքի որակավորումներն են սրանք Ինչպիսին է Աստծո խոսքը Աստծո խոսքը կենթանի է Այսինքն կյանք կա այդ խոսքի մեջ Հիսուսն ասեց իմ խոսքերը հոգի եւ կյանք են, չէ Իսկ կյանքի արկայությունը կամ ներկայությունը ինչով է պայմանավորված Աստծո հոգով, որ Աստծո հոգին է այդ խոսքի մեջ կամ եւ սրանք փոխադարձաբար իրար մեջ են, գիտեք, խոսքը հոգու մեջ է, հոգին խոսքի մեջ է։ Այս երբ որ հանկարծ խոսքը կտրվում է հոգուց, ընդ կյանք չկա։ Երբ որ հոգին մասնակից չի այդ խոսքին, ուրեմն այն խոսքը ինչ խոսք կարևոր չի, որքան գեղեցիկ է, որքան, չգիտեմ, հանգամանալից է, մնացած ոչ մի բանը արժեք չունի։ Մի խոսքով ասում է Աստծո խոսքը կենթանի է եւ զորեղ եւ ամեն երկսայրի սուրից կտրուկ, երկբերան երկսայրի սուրից կտրուկ, որ կթափանցե մինչեւ շունչը, տեսեք Աստծո խոսքի կարողությունը, հատկությունը, մինչեւ շունչը Մեր էությունը 3 մասից է, չէ՞ կազմված, գիտեք, հոգի, շունչ, մարմին, ռուսերեն դուխ, դուշա, տելը։ Ուրեմն թափանցում է մինչև շունչը, ոգին, ստեղ հոգին, ուրեմն եւ շունչն է թափանցում, եւ հոգու մեջ, եւ հոդվածներն ու ծուծը, եւ մարմնի նաեւ ոլորտ, հոդվածներն ու ծուծը մարմինն են։ Բաժանելու եւ կքննե սրտի խորհուրդները ու մտածմունքները եւ ահա այդ խոսքը այդ կենթանի երկսայրի սուր հանդիսացող Աստծո խոսքը երբ որ իրոք հայտնվում է համապատասխան ուրեմն ներգործություն է ունենում եւ նրա գործը ինչ է որ թափանցում է մեր էության ողջ մասերով այսինքն եւ հոգին եւ շունչը եւ մարմինը այդ հոգու ուրեմն այդ խոսքի ուրեմն որպես երկսայրի սուր ուրեմն ազդեցությունը կրում են իրենց վրա եւ արդյունք է լինում եւ հետևանք է լինում փառք մեր Տիրոջը եւ գիտեք վերջի ժամանակների համար Տիմոթեոս Ասմավասնզի ժամանակ պիտի գա, երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ 3-րդ խոսքն է, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն։ Մենք ճիշտ այդ ժամանակներում ենք ավելի ընդգծված։ Բոլոր ժամանակներում է եղել, բայց հիմա հատկապես ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն, կամ չպիտի կարողանան տանել ողջամիտ վարդապետությունը։ Հապա իրենց լսելիքի երկով, իրենց ցանկությունների համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց։ Ուրեմն
իրենց լսելիքի մարմաջով, երգով, փափագով լսելիքների, այսինքն իրենց լսելիքները շոյող խոսքերի հետևից պիտի գնան։ Եվ իրենց ասում համապատասխան վարդապետներ, ուսուցիչներ պիտի դիզեն։ Եվ դա հայտնի է, մարդը լսում է ոչ թե այն, ինչ որ լսում է, այլ լսում այն, ինչ որ ուզում է լսի։ Մարդու սրտի վիճակից է կախված, թե մարդը իսկապես ծարավ ունի Աստծո խոսքի, թե չէ։ Եթե այդ մարդը վերստին ծնվել է եւ այդ խոսքը իրոք նրա սրտի մեջ ընկել է, եղբայրներ քուրեր, անպայման արդյունքը կլինի այդ նոր կյանքի հայտնվելու արդյունքը, չէ՞ նրա մեջ, որ այդ կյանքը ունի իր սնունդը, այսինքն այդ նոր մարդը, որ իր մեջ ծնվել է, այդ նոր մարդը պիտի սնվի, այդ նրա սնունդն էլ այդ կենթանի Աստծո խոսքն է։ Եվ որպես կենթանի ակուր որպես եւ որպես խմելիք, չէ, որպես կենթանի ջուր, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ավարտելով ամփոփելով խոսքս, ինչ եմ կոչանում։ Եղբայրներ ջան եւ քույրեր ջան, բոլոր հոգիներին ավված։ Երբ մենք կանգնենք Աստծո առաջ, ես հիշում եմ այդպիսի մի վկայություն, մեկը պատմում էր, ասում է, Տերը ցույց տվեց ինձ, մեկը կրակների մեջ ինչ-որ մեկին ման էր գալիս։ Այդպես հանում էր, նայում էր, տեսնում էր, ինքը չի, հետո վերջը, ինքը գլխի անկնում, որ դա դժողքի իրականությունն է։ Եվ ինչ էր, այդպես ասում է, ես նայում եմ, վերջ ասում է, մեկին գտավ, ասում է, այդպես բարձր տեսավ, ճանաչեց, ու սկսեց թափ տալ այսպես, ասեց, ինչու ինձ խաբեցիր, որ ես հիմա այստեղ եմ։ Իրա հովին, իրա քարոզիչին գտավ վերջը, ով որ իրան ուսուցանել էր, կամ ում որ ինքը լսել էր շատ, միգուցե։ Այդ մարդուն էր ման գալիս ու ասում է գտավ ու նա դժողքում էր բանից այդ բարձվեց։ Ասեց ինչու ինձ խաբեցիր եւ գիտեք ինչ պատասխանեց։ Եվ այդ մարդը պատասխանում է եւ ասում է իսկ դու Աստվածաշունչ ունեիր։ Իսկ դու Աստվածաշունչ ունեիր։ Այսինքն այնտեղ արդարացում չի լինելու, երբ որ Աստված մի արասցի, ես ոչ մեկից չեմ ցանկանա երբեք, որ հանկարծ հայտնվի վերջում, բայց ցավոք լինելու են, չէ՞ խաբվածներ։ Լինելու են թե չէ։ Լինելու են, որ պիտի կանգնեն Աստծո առաջ ու խոստովանեն ու ասեն ես խաբված եմ, ես խաբված եկա հասա այստեղ։ Ու նաև գիտեք ինչ պիտի խոստովանեն։ Պիտի ասեն ոչ մեկը ինձ չխաբեց, պիտի ասեն իմ սիրտը ինձ խաբեց։ Լսում եք։ Իմ սիրտը ինձ խաբեց։ Խաբողներ միշտ եղել են ու կան։ Ասում եմ ձեզ մոլորեցնողների համար գրեցի, գրում եմ այս թուղթը։ Բայց դու ինչու մոլորվեցիր։ Որտեվ քո սիրտը թեքվեց դեպի քեզ հաճելի բաները լսելու։ Փոխանակ դու անկեղծանայիր ասեր թեր։ Իրոք սա քեզանից է։ Իրոք, եթե միտքդ չէր լուսավորված այնքան որ զանազանեիր, բայց չէ որ Տերը քո մեջ դրել է իր հոգին, որ դու տեղ տաս իրան եւ ինքը որոշողը լինի։ Ինքը այդ ֆիլտրի դերը ինքն է տանում, որ քո անկեղծությունը, խոնարհությունը տեսնելով ինքը որոշի, թույլ տա ուտես դա թե չուտես։ Եվ ես էլ ասեմ, իհարկե այս խոսքը շատ ավելի եղբայրներին է վերաբերում եւ շատ ավելի պատասխանատվություն ենք մենք կրում, մանավանդ այն եղբայրները, որ Աստծո խոսք են մատուցում, չէ՞։ Սովորեցնում են ուրիշներին։ Այդ պատասխանատվությունը շատ մեծ պատասխանատվություն է, որ դա իրոք լինի, իսկապես լինի Աստծո խոսք։ Այդ պատգամ բառը իսկապես պատգամի նման լինի։ Իսկ այսինքն պատգամ նշանակում է Սուրբ Հոգին է պատգամել, որ դու խոսես այդ մասին։ Թե դու ես ուղղակի հարմար տեսել այսօր ես խոսեմ, թե ինչը խոսեմ։ Չէ՞ որ Աստված գիտի մեր սրտի վիճակը, մեր բոլորիս պահանջները, կարիքները, հոգևոր, չէ՞։ Դրա համար այդ պատասխանատվությունը բոլորս կրում ենք, հատկապես եղբայրներս, կոչ եմ անում բոլորիս, որ իսկապես զգաստանանք, լրջանանք եւ մեր կերակուրի վրա լուրջ ուշադրություն դարձնենք ու թույլ տանք, որ Աստված
ինքը այդ օրտյալ կարողությունը մեր մեջ որ դրել է, մեզ օգնի, որ մենք չհայտնվենք անտեղի տեղը, չէ, այդ սխալվածների, խաբվածների, այսինքն մեր իսկ սրտի փաստորեն խաբելու պատճառով ես նորից եմ կրկնում, ովքեր երբևէ մոլորվել են եւ ծռվել են, իրանց սիրտն է իրենց մոլորացրել։ Բավարար լրջություն կամ խոնարհություն չեն դրսևորել, որ Սուրբ Հոգին իրենց ճանապարհը ցույց տա։ Եկեք ոտքի կանգնենք։ Ուրեմն եկեք ոտքի վրա մի համար այնուամենայնիվ խոսք կա կարդամ, ես կարծում եմ, որ լրացնող մի խոսք կա։ Պողոս առաքյալը առաջի Թեսաղոնիկեցիների 2-րդ գլուխ 13 խոսքում հետևյալն ասում։ Այսօր համար 2:13 առաջի Թեսաղոնիկեցիներ։ Մենք անդադար կգոհանանք Աստվածանից, որ մեզանից Աստծո խոսքը լսելով ընդունեցիք ոչ թե իբրև մարդոց խոսք, այն քարոզած մեր խոսքը, որ դուք մեզանից լսեցիք, ոչ թե որպես մարդոց խոսք լսեցիք, ապա ինչպես ճշմարտապես է Աստծո խոսք։ Այդ խոսքը մեզանից լսած դուք ընդունեցիք որպես Աստծո խոսք։ Եվ արդյունքը ինչ եղավ, որ նաև կներգործե ձեր մեջ, որ կհավատաք։ Եվ արդյունքը դա եղավ, քանի որ դուք մեր լսած խոսքը մեր միջոցով ձեզ քարոզված Աստծո խոսք էր, ու դուք ընդունեցիք որպես Աստծո խոսք, այդ խոսքը ձեր մեջ ներգործում է, ինչ անում, որ նաև կներգործե ձեր մեջ, այսինքն գործ է կատարում ձեր մեջ, որ կհավատաք։ Փառք տանք Տիրոջը, եւ իրոք լսելիքները մեր բաց լինեն Աստծո խոսքի հանդեպ, մեր սրտերը բաց լինեն Աստծո խոսքի հանդեպ, ծարավ ունենանք միշտ, երբեք չլինի այնպես, որ գա ինչ-որ մի վիճակ, չգիտեմ, որ լինում է, գիտեք, ցավալիորեն, մեկ էլ հավատացյալը կարիք չունի խոսք լսելու, կարդալու։ Եթե կա մեր մեջ այդպիսի մեկը, արդեն նա, չգիտեմ, թող ինքը Տիրոջ առաջ սիրտը բացի ասի, Տեր, ինչու այսօր ես այն ծարավը չունեմ, այն քաղցը չունեմ քո խոսքի հանդեպ։ Չէ՞ որ առանց այդ խոսքով սնվելու մենք տեղ չենք հասնի։ Մեր հոգևոր վերջնարդյունքը հոգևոր մարդ ձևակառուցվելու այդ ամենօրյա ճշմարիտ կերակուրը ընդունելու արդյունքում անհնարավոր։ Եկեք աղոթենք։